Տիկին Գոհարիկ այստեղ ակցիա եք իրականացնում, կմանրամասնեք ինչ ակցիա է, ինչ նպատակով, ինչ եք պահանջում։ Եթե մանրամասն եք ուզում, ես ունեցել եմ իմ սեփական բնակարանը, լավ բնակարան եմ ունեցել, 110 քառակուսի ընտանիքով մեծ ապրել եմ Պարոնյան 1 65 բնակարանում։ 93 թվականին կեղծ փաստաթղթերով Աղվան Հովսեփյանը իմ բնակարանը խլել է իմ ձեռքից։ Մինչև օրս ես բողոքում եմ, այ Նիկոլի հետ ես վազել եմ 27 տարի։ 27 տարի վազել եմ, խապել է, որ այդ գործը բացահայտված գործերը բացահայտվեն։ Եկել հասել եմ հիմա, մնացել եմ փողոցները, գնացել եմ Անոթևանների կացարան։ Անոթևանների կացարանը ժամկետը լրացել է, գնացել եմ մի հատ քնջրոտ բլկած էլի, շունը չի ապրել, դե շուն են պահել, ընդհանրապես դե շուն են պահել։ Ես գնացել եմ այդտեղ 5 տարի մնում եմ, 3 տարի գրանցված եմ, եկել է, որ իմացա ինքնական շինությունները օրինականացնում են, դիմում տվեցի քաղաքապետարանը, պատասխանը ստացա, որ Ձեր տունը Մայրիկ ջան, ինչպես է խլել Աղվան Հովսեփյանը։ Ինչն է եղել իրավական հիմքը։ Գլխավոր դատախազը։ Այո, այն ժամանակ այո։ Դատախազությունն է վերցրել այդ 90-ականներին, այսինքն։ Հենց ինքը գլխավոր դատախազ։ 93 տարի։ Վաճառել են այդ ձեր բնակարանը։ Ինչ է հիմա։ Վաճառեի, հետո որ տեսա, որ պետք է չափահասների համաձայնագրությունը, չափահասները այստեղ չէին, 93 թվականին դուք չեք իմանում, ինչ ենք քաշել մենք 93 թվականին, Աստված ոչ անի, որ տեսնեք, ես տեսա, որ բան չի, ես հրաժարվեցի բնակարանը վաճառելը, որտեղ ես չգիտեի, որ պիտի բոլոր չափահասները սեփական աշնորհելու համար ինչ-որ բան տան։ Հա, բայց այդ բնակարանը ինչ եղավ վերջում հասավ։ Ինքը Արտաշես Գեղամյանի հետ միասին ձևակերպեցին կեղծ սաղ ունեմ կեղծ փաստաթղթերը։ Հիմա կեղծ փաստաթղթերը ես ձեռք եմ բերել բանից կադաստրից։ Այդ կեղծ փաստաթղթերը արդեն 2 տարի է ձեր եմ բերել, որ նոր Երևան եկած կեղծ փաստաթղթը ուղարկեն բանի, ինչ անունը, փորձաքննության, մինչև հիմա հələ ոստիկանությունումը, քննչական բաժնումը ոչ պատասխանում են, ոչ էլ ուղարկում են։ Դուք հացադուլ եք հայտարարել։ Այստեղ եք անելու հացադուլը կառավարության դիմաց։ Երկրորդ օրն է, հա։ Երկրորդ օրն է այստեղ է գիշերում։ Այնտեղ նշել եք իմ հավամ պատճառի սկիզբը վարշապետ Փաշինյանն է։ Այո։ Որ ձեր հարցը չի լուծվում, դա է։ Հա, հենց 93 թվի հարցն էր, որ ես գլխավոր դատախազության մոտ նստած էի հաստատուլ Նիկոլա մարդ ուղարկեց նկարելու հայկական ժամանակը, թերթերն ունեմ, լրիվ ունեմ։ Բայց չլուծվեց ձեր հարցը, բայց չլուծվեց ձեր հարցը։ Չէ, չլուծվեց, որովհետև գլխավոր դատախազն էր դիմացած, ով էր նրա դեմ կարողանում կանգնել, Ռոբերտ Քոչարյան, գլխավոր դատախազ, ոչ եմ։ Եվ եթե այստեղից ձեզ հեռացնեն, դուք ասում եք, որ կդիմեք ինքնահրկիզման։ Չէ, իրենք ինձ, հա։ Եթե այստեղից հեռացնեն, ձեր ակցիան խոչընդոտեն, ինքնահրկիզման, բայց չեն խոչընդոտել մինչև այս պահը։ Բազմիցս հայտարարել եմ, նստել եմ, եկել են 30 հոգի, թափել եմ վրից, գրգեր խցել եմ, պարգարները տարել եմ։ Բայց այս 2 օրվա ընթացքում չեն խոչընդոտել։ Հա, չէ, հլամաս չի մոտեցել։